Դերեկ Պրինսի ծառայությունը ներկայացնում է։ Նա իր ամբողջը տվեց։ Դերեկ Պրինս։ Այս գիշեր ուզում եմ անդրադառնալ թերևս Աստվածաշնչի ամենափառավոր թեմային, եւ պետք է հենց հիմա ասեմ, ես ինձ անարժան եմ զգում դրա մասին խոսելու համար, բայց զգում եմ, որ Աստված ուզում է, որ ես անեմ իմ լավագույնը, եւ դա է այն ամենը, ինչ կարող եմ անել։ Ուզում եմ այս գիշեր ասել, որ խաչը բացահայտեց Աստծո սերը մի այնպիսի կերպով, որ թերևս ոչինչ այլևս երբեք չէր կարող բացահայտել։ Եվ Աստծո սերը իմ համոզմամբ տիեզերքի միակ ամենամեծ փաստն է։ Դա տիեզերքի բացատրությունն է։ Ահա թե ինչու կա տիեզերք, դրա պատճառն Աստծո սերն է։ Արարչագործությունը, Աստծո բոլոր գործերը, ամեն ինչ բխում է նրա սիրուց։ Ինչ տարբերություն կա այն բանում, երբ հասկանում ես, որ այս երկիրն ու այս տիեզերքը պարզապես պատահարների շարք չեն, այլ ամեն ինչ բխում է Հոր Աստծո սիրող սրտից։ Ինչ տարբերություն է դա բերում քո կյանքում, երբ հասկանում ես, որ դու պատահականության արդյունք չես, որը փորձում է ինչ-որտեղ տեղավորվել։ Դու աստվածային հավիտենական ծրագրի մասն ես, որը սիրով է մտածված։ Ուզում եմ այս գիշեր իմ առաջին հատվածի համար բացել 2-րդ Օրինաց գիրքը։ Եվ ուզում եմ կարդալ 6 և 7 խոսքերը և 8-րդ համարը։ Այս համարներում Մովսեսը փորձեց մի անհնարին բան անել։ Նա փորձեց բացատրել Աստծո սերը։ Եվ շատ հետաքրքիր է տեսնել, թե վերջում որտեղ է նա կանգ առնում։ Նա խոսում է հին ուխտի Աստծո ընտրյալ ժողովրդի Իսրայելի հետ և փորձում է ասել ինչու Աստված ընտրեց նրանց և ինչու Աստված սիրեց նրանց։ Նա բացատրում է մի պատճառ, որը պատճառը չէր Աստծո սիրո համար, բայց երբ հասնում է Աստծո սիրո պատճառը բացատրելու, պարզապես կանգ է առնում։ Թույլ տվեք կարդալ բառերը և դուք կտեսնեք։ Որովհետև դու սուրբ ժողովուրդ ես քո Տեր Աստծո համար, քո Տեր Աստվածը երկրի երեսին ապրող բոլոր ժողովուրդների միջից քեզ ընտրեց, որ դու լինես իր սեփական ժողովուրդը։ Ուզում եմ ընդգծել, որ Աստծո ընտրությունն է մեր կյանքի վճռորոշ գործոնը, ոչ թե մեր ընտրությունը, այլ Աստծո ընտրությունը։ Քո Տեր Աստվածը երկրի երեսին ապրող բոլոր ժողովուրդների միջից քեզ ընտրեց, որ դու լինես իր սեփական ժողովուրդը։ Տերը ձեզ սիրեց և ձեզ ընտրեց ոչ թե նրա համար, որ դուք բոլոր ազգերից բազմամարդ էիք, քանի որ դուք բոլոր ազգերից սակավաթիվ էիք։ Դու ամենաաննշանն էիր, ամենաանհավանականը։ Քանիսս կարող էին նույնականանալ դրան։ Աստված ինձ չընտրեց, որովհետև ես շատ մեծ էի կամ շատ հրաշալի, կամ շատ շնորհալի, կամ շատ արդար։ Իրականում ես ամենաաննշանն էի, ամենաքիչ կարևորն էի, ամենաանհավանականը։ Նկատել եք, թե ինչպես է Աստված հաճույքով ընտրում անհավանական մարդկանց։ Երբ ես Քեմբրիջի համալսարանում ուսանող էի և հետո որպես Քեմբրիջի իմ քոլեջի Քինգս քոլեջի ֆակուլտետի անդամ, ես հեռու էի Աստծուց։ Ես թողել էի քրիստոնեությունը, ես հրաժարվել էի դրանից որպես անցյալի հնացած մնացորդ և ես դիմել էի փիլիսոփայությանն ու այլ ուսումնասիրությունների կյանքի իմաստը գտնելու համար և ես ապրում էի շատ մարմնավոր, ինքնահաճ, անաստված կյանք։ Եվ ինչ-որ առումով ես բավականին հայտնի էի։ Եվ այն 7 տարիների ընթացքում, որ Քեմբրիջում էի, ոչ մի վերստին ծնված քրիստոնյա երբեք ինձ չվկայեց իր հավատի մասին։ Բայց հետո երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական բանակ զորակոչվելուց հետո իմ բանակային առաջին տարում ես ունեցա մի դրամատիկ հանդիպում Տեր Հիսուսի հետ, ճանաչեցի նրան շատ անձնական կերպով, կանչվեցի նրա ծառայությանը և մոտ 7 տարի անց վերադարձա Քեմբրիջ և
Այդ ժամանակ հանդիպեցի վերստին ծնված քրիստոնյաներին։ Եվ երբ նրանք պարզեցին, որ ես քրիստոնյա եմ, ասացին, կարող էինք հավատալ, ով ասես լիներ, բայց ոչ դու։ Ես ուրախ էի, որ Աստված նույն վերաբերմունքը չուներ։ Այնպես, որ երբ տեսնում եք ինչ-որ մեկին իսկապես անհավանական, պարզապես սկսեք աղոթել նրա համար։ Այսպիսով Մովսեսը Իսրայելին ասում է. Աստված ձեզ չընտրեց, որովհետև դուք հրաշալի էիք, որովհետև դուք հատուկ էիք, որովհետև դուք արդար էիք, որովհետև դուք մեծ էիք։ Ինչու ընտրեց ձեզ։ Դե հիմա դուք մտածում եք պատասխան եք ստանալու, չէ՞։ 8-րդ համարում, բայց նրա ասածը միայն սա է. այլ Տերը ձեզ սիրելու համար եւ հայրերին արած երդումը պահելու համար։ Տերը հզոր ձեռքով ձեզ հանեց ծառայության տնից, ազատեց եգիպտացիների փարավոն թագավորի ձեռքից։ Այսպիսով ինչու Տերը սիրեց ձեզ։ Նա սիրեց ձեզ, որովհետև սիրեց ձեզ։ Դա է եզրակացությունը։ Աստծո անբացատրելի սերը տիեզերքի ամենամեծ միակ փաստն է եւ ոչ ոք երբևէ չի բացատրի այն։ Մի փորձեք պատճառներ գտնել, թե ինչու է Աստված սիրում ձեզ։ Պարզապես հավատացեք, որ նա սիրում է։ Հովհաննես առաքյալն ասաց. մենք ճանաչեցինք եւ հավատացինք այն սերը, որ Աստված ունի մեր հանդեպ։ Շատ կարևոր է այն ճանաչել եւ հավատալ։ Այս գիշեր ուզում եմ ինչ-որ չափով փորձել ձեզ համար չափանիշ տալ, որով կարող եք չափել այն սերը, որ Աստված ունի ձեր եւ իմ հանդեպ ցուցադրված, ինչպես ասացի, խաչի միջոցով։ Ուզում եմ բացել Մատթեոսի 13-րդ գլուխը եւ անդրադառնալ Հիսուսի երկու առակներին։ Երկուսն էլ շատ կարճ են եւ շատ պարզ։ Մատթեոսի 13-րդ գլուխ եւ կարդալու ենք 44-րդ համարից։ Պետք է ասեմ ձեզ, որ առակները կարելի է մեկնաբանել տարբեր ձևերով, եւ ես այս գիշեր չեմ ասում, որ այն ձևը, որով ես կբացատրեմ, միակ ձևն է։ Եթե դուք ուրիշ ձևով եք մեկնաբանում, լավ է, պարզապես համբերեք ինձ հետ։ Բայց այն ձևը, որով Աստված այս առակներն ինձ համար կենդանի է դարձրել, շատ թանկ է ինձ համար։ Այն ինձ տվել է Աստծո սերը գնահատելու նոր եղանակ։ Այն Աստծո սերը ինձ համար ավելի իրական է դարձրել, եւ եթե ես կարողանամ դա անել ձեզ համար, ապա եկեք չմտածենք, որ կան այլ հնարավոր մեկնաբանություններ, թե ոչ։ Թող Սուրբ Հոգին խոսի այնպես, ինչպես ուզում է։ Ուզում եմ ձեզ առաջարկել, որ Աստծո սերը հասկանալու եւ գնահատելու մի ձևը փորձելն է գնահատել այն գինը, որը նա վճարեց մեզ մեր մեղքերից փրկագնելու համար։ From our sins. Because when you see the price that God was willing to pay, որովհետև երբ տեսնում եք, թե Աստված ինչ գին էր պատրաստ վճարել, դա ձեզ տալիս է նրա սիրո չափի ինչ-որ թույլ պատկեր։ Եվ ես կօգտագործեմ այս երկու առակները որպես միջոց պատկերելու այն սերը, որ Աստված ունի, այն գինը, որը նրա սերը ստիպեց նրան վճարել մեզ մեր մեղքից փրկագնելու համար։ Այս երկու առակներից յուրաքանչյուրը խոսում է մի մարդու մասին, որը տեսավ մի բան, որը նա այնքան բարձր էր գնահատում, որ վաճառեց իր ունեցած ամեն ինչ այդ բանն առնելու համար, եւ թեև նա ստիպված էր անել այս ահռելի զոհաբերությունները, նա լի էր ուրախությամբ այն բանի համար, ինչ կարողացել էր գնել։ Այսպիսով եկեք նայենք առակներին եւ հետո կտամ իմ ըմբռնումը դրանց մասին։ Մատթեոս 13:44 խոսքը։ Երկնքի արքայությունը նման է արտի մեջ թաքցված գանձի, որը մի մարդ գտել է եւ թաքցրել։ Նա ուրախությունից գնում եւ վաճառում է իր ամբողջ ունեցածն ու գնում է այդ արտը։
Դարձյալ երկնքի արքայությունը նման է մի վաճառականի, որը գեղեցիկ մարգարիտներ է որոնում և մի թանկագին մարգարիտ գտնելով գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը և գնում է այն։ Տեսնում եք կամոտիկ զուգահեռ, հիմա ուզում եմ ձեզ առաջարկել, որ այս գիշեր մենք Հիսուսին դիտարկենք որպես այն անձը, որ կատարեց գնման գործարքը։ Դուք գիտեք, որ փրկագնել բառը նշանակում է հետ գնել, փրկագնումը ինչ-որ բան հետ գնումն է։ Փորձենք մի քիչ լրացնել ֆոնը։ Ինչու էր գանձը թաքցված արտում։ Աստվածաշունչը մեզ չի ասում, բայց եթե մերձավոր արևելքի մասին ինչ-որ բան գիտեք, բավական հեշտ է պատկերել մի իրավիճակ, որտեղ դա կարող է պատահել։ Մերձավոր արևելքը շատ դարեր շարունակ եղել է անխաղաղ տարածք և շատ անգամներ ավազակների ու կողոպտիչների ներխուժող խմբեր են անցել այդ տարածքի վրայով, թալանելով, կողոպտելով և սպանելով։ Եվ ենթադրենք այս մարդը հարուստ էր, ուներ գեղեցիկ տուն և շտապ հաղորդագրություն է գալիս, որ կողոպտիչների մի խումբ գալիս է դեպի իրեն։ Եվ նա նայում է իր հարստությանը և գանձերին ու ասում, չեմ ուզում, որ դրանք ընկնեն այս կողոպտիչների ձեռքը։ Այսպիսով նա վերցնում է այն ամենը, ինչ իսկապես արժեքավոր է, հավաքում է մի սնդուկի մեջ և տանում է արդ, խորը փոս է փորում և թաղում, ծածկում։ Հետո մենք չգիտենք ինչ է լինում, բայց գուցե կողոպտիչները եկան և սպանեցին այդ մարդուն, բայց գանձը երբեք չգտան։ Այսպիսով ով գիտի քանի դար այդ գանձը այնտեղ արտում թաղված էր։ Եվ հետո մի օր այս առակի մարդը քայլում էր այդ արտի միջով և ինչ-որ բանի վրայով սայթաքեց, ոտքի ծայրով հարվածեց դրան։ Սկզբում նա մտածեց, դա պարզապես այն անհամար քարերից մեկն է, որոնք ցրված են այդ երկրում, բայց երբ նայեց ներքև, տեսավ, որ դա հողի տակ թաղված սնդուկի մի անկյունն էր։ Եվ հետաքրքրությունից մղված սկսեց հողը փորել, տեսնելու, թե ինչ կա այնտեղ։ Եվ կարողացավ փոքր մի անկյունով բացել կափարիչը և տեսավ անհավատալի հարստություն, ոսկի և արծաթ և գոհարներ, և հասկացավ, որ դա թաքցված էր այնտեղ, արտում։ Դե նա գիտեր, որ եթե ուզում է օրինական տիրություն ունենալ այդ հարստության վրա, պետք է մի բան անի։ Ինչ էր դա։ Պետք է գնի արտը։ Երբ արտը իրենը դառնար, գանձը նույնպես իրենը կլիներ։ Դե նա հետաքրքրվեց արտի գնով և բոլորն էին զարմանում ինչու է նա ուզում գնել այդ արտը, որովհետև այն երբեք շատ բերքատու արտ չէր եղել։ Այն հիմնականում տվել էր տատասկներ և փշեր, բայց արտի տերը պահանջեց ահռելի գին և չիջավ։ Այսպիսով այս մարդը, քանի որ ուզում էր գանձը, ասաց. լավ, ես կվճարեմ գինը։ Եվ երբ նա հաշվեց, պարզվեց, պետք է վաճառի իր ունեցած ամեն ինչ։ Ես կարող եմ պատկերացնել, թե ինչպես է նա տուն գալիս իր կնոջ մոտ և ասում. սիրելիս, մենք գնում ենք այդ արտը։ Այդ արտը, ինչի՞դ է պետք այդ արտը։ Այդտեղ երբեք ոչինչ չի աճել։ Բայց ես ուզում եմ այդ արտը։ Լավ, ինչքան ես վճարելու։ Դե, նա ասաց գումարի չափը։ Որտեղից ես գտնելու այդ գումարը։ Մենք վաճառելու ենք մեր ունեցած ամեն ինչ։ Վաճառելու ենք տունը, վաճառելու ենք կահույքը, վաճառելու ենք ֆերման, վաճառելու ենք մեր գործիքները, մեր կենդանիները, վաճառելու ենք մեր ավելորդ հագուստը։ Դու խելագար ես։ Ինչի համար։ Սպասիր, կհասկանաս։ Այսպիսով նա վաճառեց իր ունեցած ամբողջը և ունեցավ հենց այն գումարը, որ իրեն պետք էր արտը գնելու համար։ Եվ երբ նա գնեց արտը և բոլոր օրինական փաստաթղթերը լիովին անթերի ձևակերպեց, ապա ասաց իր կնոջը. հիմա արի և ես քեզ ցույց կտամ, թե ինչու գնեցի այդ արտը։ Եվ նա սկսեց փորել ներքև, հասավ սնդուկին, կափարիչը բացեց և
կինը շունչը պահեց այդ սնդուկի մեջ եղած աներևակայելի գանձերից։ Այժմ մի պահ դիտարկենք հաջորդ առակը, Մարգարիտի առակը։ Այն շատ նման է, բայց մենք կարող ենք որոշ տարբերություններ տեսնել։ Շատ կարևոր է հասկանալ, որ այն մարդը, ով ուզում էր Մարգարիտը գնել, վաճառական էր։ Նա զբոսաշրջիկ չէր։ Հրութը եւ ես հենց նոր Հավայան կղզիներից ենք եկել եւ այնտեղ խանութներ կան, որոնք մարգարիտներ են վաճառում զբոսաշրջիկներին։ Եվ այդ զբոսաշրջիկներից շատերը մեկ մարգարիտը մյուսից չեն տարբերում։ Նրանց հեշտ է խաբել, բայց այս մարդուն հնարավոր չէր խաբել, նա վաճառական էր, նա իր ամբողջ կյանքում մարգարիտներով էր զբաղվել եւ մի օր հանդիպեց այս աներևակայելի գեղեցիկ մարգարիտին, պահեց այն իր ձեռքում եւ ասաց. Ես քեզ եմ ուզում։ Դու ամենակատարյալ մարգարիտն ես, որ երբևէ տեսել եմ։ Նա հարցրեց գինը եւ դարձյալ գումարը հավաքելու համար պետք է վաճառեր իր ունեցած ամեն ինչ։ Եվ այսպես մենք պատկերացնում ենք, թե նա ինչպես է վերադառնում կնոջ մոտ. Սիրելիս, մենք վաճառելու ենք մեր ունեցած ամեն ինչ։ Ինչի համար։ Ուզում եմ մարգարիտ գնել, մեկ մարգարիտ, դու ուզում ես մեր տունը, մեր կահույքը, մեր հագուստը, մեր անասունները, մեր ֆերման վաճառել ընդամենը մեկ մարգարիտի համար։ Օ, ասաց նա, դու մարգարիտը չես տեսել, սպասիր մինչև տեսնես մարգարիտը։ Դե սա պարզապես մի քիչ երևակայական պատկեր էր։ Հիմա ես հավատում եմ, որ սա պատկեր է այն գնի, որը Հիսուսը պատրաստ էր վճարել մեզ փրկագնելու համար։ Դա նրան արժեցավ իր ունեցած ամբողջը։ Դա խելահեղ էր թվում։ Ինչ տեսավ նա մեր մեջ, որ այդքան շատ վճարեց։ If you like to take it a little further, you can give a double application. Եթե ուզում եք մի քիչ ավելի առաջ գնալ, կարող եք կրկնակի կիրառություն տալ։ Արտի մեջ եղած գանձը Աստծո նախատեսած ժողովուրդն է, թաղված այս աշխարհում։ Մատթեոս 13-ում մեկից ավելի անգամ ասվում է արտը աշխարհն է։ Հիսուսը մահացավ ամբողջ աշխարհի համար, բայց նա աշխարհը չէր ուզում։ Ինչ էր նա ուզում։ Աշխարհի մեջ եղած գանձը։ Որն է այդ գանձը, Աստծո ժողովուրդը։ Բայց գանձը ձեռք բերելու համար նա պետք է գներ արտը։ Արտը գնելը նրան արժեցավ ամեն ինչ։ Հետո եթե մտածեք մարգարիտի մասին եւ նկատի ունեմ, որ սա հասկանալու մեկից ավելի ձև կա, բայց ես մարգարիտը տեսնում եմ որպես ընդամենը մեկ փրկագնված հոգի։ Եվ ես հասկանում եմ, որ մեկ հոգին Աստծո աչքում այնքան արժեքավոր է, որ եթե ամբողջ պատմության ընթացքում փրկվեր միայն մեկ մարդ եւ այդ մարդը դու լինեիր, Հիսուսը քեզ համար կմահանար։ Մենք որևէ կերպ չենք կարող ըմբռնել այն արժեքը, որ Աստված տալիս է մարդկային հոգուն։ Նրա համար դա մեծ արժեք մարգարիտ է։ Այժմ դիտարկենք այն գինը, որը Հիսուսը վճարեց։ Նոր կտակարանը շատ հստակ ասում է տարբեր տեղերում, նա պետք է հեղեր իր սեփական թանկագին արյունը։ Դա միակ գինն էր, որը կարող էր հետ գնել գանձը եւ մարգարիտը։ Գործք առաքելոց 20-րդ գլխի 28-րդ համարում Պողոսը խոսում է Եփեսոսի եկեղեցու երեցների հետ եւ զգուշացնում նրանց իրենց պատասխանատվության մասին։ Եվ սա իրական զգուշացում է մեզ, ովքեր Աստծո ժողովրդի առաջնորդներ ենք,
In Acts 20 verse 28, therefore take heed to yourselves. Պողոսն ասաց Գործ Կարաքելոց 20-րդ գլխի 28-րդ խոսքում զգույշ եղեք ինքներդ ձեզ համար եւ ամբողջ հոտի, որի վրա Սուրբ Հոգին վերակացուներ կարգեց ձեզ, որպեսզի հովվեք Աստծո եկեղեցին, որ նա ձեռք բերեց իր արյունով։ God. What was the price? Ով ձեռք բերեց։ Աստված, որն էր գինը։ Իր սեփական արյունը։ Եվ սա շատ լուրջ պատվիրան է մեզ համար, ովքեր առաջնորդում են Քրիստոսի մարմնում։ Հիշեք, գործ ունենք մարդկանց հետ, որոնց Աստված այնքան բարձր է գնահատել, որ Հիսուսն իր արյունը վճարեց նրանց փրկագնելու համար։ Երբեք չմոլորվենք Աստծո ժողովրդի հետ։ Եկեք գիտակցենք մեր պատասխանատվության լրջությունը։ Բայց հատկապես այս գիշեր ուզում եմ ընդգծել Աստծո ժողովրդին գնելու համար Հիսուսին արժեցավ իր կյանքի արյունը։ Եվ հետո կարդանք առաջին Պետրոս առաջին գլխում 17-րդ համարից։ Սա ուղղված է Հիսուս Քրիստոսին հավատացողներին։ Եվ եթե հայր եք կոչում նրան, որ առանց աչառության դատաստան է անում յուրաքանչյուրին համաձայն իր գործի, ապա ձեր պանդխտության ժամանակը երկյուղով անցկացրեք, իմանալով, որ ձեր հայրենավանդ ունայն կյանքից ոչ թե արծաթով կամ ոսկով փրկվեցիք, այլ Քրիստոսի պատվական արյունով, իբրև անբիծ ու անարատ գառան։ Սիրելի քրիստոնյա եղբայր եւ քույր, երբեք քեզ էժան մի համարիր։ Աստված տիեզերքի ամենամեծ ներդրումը արեց քեզ համար։ Քրիստոնեական եկեղեցու մեծ ողբերգություններից մեկն այն քրիստոնյաներն են, ովքեր իրենց թերագնահատում են, ովքեր իրենց մասին մտածում են որպես աննշան, անկարևոր եւ իրենց անարժան են զգում։ Շարունակելով 18-րդ համարը, իմանալով, որ ձեր հայրենավանդ ունայն կյանքից ոչ թե արծաթով կամ ոսկով փրկվեցիք, այլ Քրիստոսի պատվական արյունով իբրև անբիծ ու անարատ գառան։ Սա հղում է Իսրայելում զոհաբերվող գառնուկներին, հատկապես զատկական գառնուկին, որը պետք է անարատ եւ անբիծ լիներ։ Եվ երբ դա կիրառվում է Հիսուսի վրա, ես հասկանում եմ, որ անարատը նշանակում է նա բնածին մեղք չուներ, անբիծը նա անձնական մեղք չուներ։ Եվ ապա հաջորդ համարում ասվում է, որ նախասահմանված էր նախքան աշխարհի ստեղծումը եւ երևաց ժամանակների վերջում ձեզ համար։ Սա ցնցող միտք է։ Մինչ Աստված ստեղծեց աշխարհը, մինչ նա կյանքի կոչեց բերեց մարդկային ցեղը, նա գիտեր, որ մարդը պիտի ընկներ, նա գիտեր, որ մարդը պիտի ներգրավվեր մեղքի մեջ, եւ նա գիտեր, որ կլիներ միայն մեկ գին, որը կարող էր մարդուն հետ գնել իր մեղքից։ Եվ ես ակնածանքով կարող եմ պատկերացնել Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն Աստվածությունը խորհրդի մեջ քննարկելիս։ Հայրն ասաց. Ստեղծենք մարդուն։ Որդին ասաց. Հայր, խնդրում եմ ստեղծիր։ Այնքան հրաշալի կլինի մարդու հետ հաղորդակցություն ունենալ։ Եվ հայրն ասաց. Որդի, իսկ եթե մարդը ապստամբության եւ մեղքի մեջ մեզանից երես տեկի, այդ դեպքում ինչ անենք։ Գուցե լռություն եղավ։ Եվ ապա որդին ասաց. Հայր, ես կգնեմ նրանց հետ։ Ինչ կվճարես։ Իմ սեփական արյունը։ Այսպիսով մինչև Աստված երբևէ կստեղծեր մարդուն, նա գիտեր, թե ինչ պիտի արժենար դա։ Դա ցնցող միտք է, չէ՞։ Հիմա ուզում եմ այս գիշեր ձեզ հետ մի քիչ խոսել Հիսուսի արյան մասին։
Ես զգում եմ, որ մեր ժամանակների եկեղեցում կա մի պակաս Հիսուսի արյան գնահատման եւ հասկացման մեջ։ Մենք շատ գեղեցիկ նոր երգեր ունենք, որոնք կոչված են, որոնք օրհնություն են, բայց ընդհանուր առմամբ, երբ ուզում ես երգել մի երգ Հիսուսի արյան մասին, պետք է հետ գնաս մոտ 50 տարի։ Ինձ համար դա ներկայացնում է Աստծո ժողովրդի ըմբռնման մեջ մի ահռելի դատարկություն։ Ես սա 1-2 անգամ քարոզել եմ։ Անցյալ ամառ սա քարոզել եմ Երուսաղեմում եւ ձեզանից շատերը վստահ եմ լսել են մեր եւ Մերլա Վատսոնի մասին, ովքեր գրել են ամենագեղեցիկ երաժշտություններից մեկը։ Մերլան հենց այդ նույն գիշեր գնաց եւ գրեց մի երգ Հիսուսի արյան մասին, ես դրանից շատ հուզվեցի։ Դեյվ եւ Դեյլ Գարեթները այստեղ Նոր Զելանդիայում իմ ուսմունքներից մի քանիսը լսել էին ժապավենի վրա եւ նրանց վերջին ձայներիզը վերաբերում է Հիսուսի արյանը։ Ես հավատում եմ, մենք մեզ զրկում ենք անսահմանորեն արժեքավոր եւ հզոր մի բանից, եթե չենք կենտրոնանում Հիսուսի արյան վրա։ Ես դες կասեմ մեկին, ով չի ուզում, որ մենք կենտրոնանանք Հիսուսի արյան վրա։ Դա սատանան է, գիտեք ինչու, որովհետեւ մենք նրան հաղթում ենք ինչով, գառան արյունով եւ մեր վկայության խոսքով։ Ուզում եմ վերադառնալ դեպի հին կտակարանը որպես Հիսուսի չարչարանքների նախադիտում։ Հիմնականում ես հավատում եմ, որ Հիսուսի կյանքի մեջ տեղի ունեցած գրեթե ամեն բան որևէ կերպ կանխատեսվել էր հին կտակարանում։ Հիսուսը իր երկրի վրա ողջ կյանքը ապրեց հին կտակարանի գրությունների կանխասացումները կատարելու համար։ Նոր կտակարանում հեղինակը 18 անգամ ասում է Հիսուսի կյանքում տեղի ունեցած որևէ բանի մասին հետևյալը, դա պատահեց, որպեսզի կատարվի մարգարեի միջոցով ասվածը։ Ուզում եմ բացել Ղևտացիների գիրքը 16-րդ գլուխը, որը նկարագրում է քավության օրվա արարողությունը, այն ինչ հրեա ժողովուրդը կոչում է Յոմ Կիպուր, որը նրանք առանց ընդհատման պահում են 3400 տարի։ Քավության օրվա ամբողջ արարողությունները մարգարեական նախադիտում են այն բանի, ինչ Հիսուսը պիտի աներ Աստծո ժողովրդի համար։ Եվ քահանայապետը Ահարոնը ինքնին տեսակն է, պատկերը Հիսուսի։ Եվ յուրաքանչյուր տարվա մեջ միայն մեկ անգամ այդ կարգի ներքո Ահարոնին թույլատրված էր մտնել սրբության սրբոցը։ Միայն քավության օրը։ Եվ երբ նա ամեն տարի մտնում էր, պետք է ունենար երկու բան՝ զոհաբերության արյունը եւ խունկի զոհասեղանից բուրավետ խունկի ծուխը։ Եվ գիրքն ասում է, որ եթե նա մտներ առանց դրանցից որևէ մեկի անմիջապես կմահանար։ Հիմա սա այս պատկերի մի փոքր մասն է։ Ղևտացիների 16-րդ գլուխ սկսած 11-րդ համարից։ Եվ Ահարոնը պիտի մատուցի զվարակը որպես իր մեղքի զոհը եւ քավություն անի իր եւ իր ընտանիքի համար եւ մորթի իր մեղքի զոհի զվարակը։ Եվ Տիրոջ առաջ գտնվող զոհասեղանի վրայից վերցնի վառված կրակով լի բուրվառը, իր ձեռքերը լցնի մանր ծեծած անուշահոտ խնկով եւ տանի վարակույրից ներս։ Նկատեք, նա պետք է մտներ արյունով եւ այս բուրավետ խնկի ամպով, որը պաշտամունք է խորհրդանշում։ Խունկը դնի այդ կրակի վրա, Տիրոջ առաջ, եւ խունկի ծուխը ծածկի վկայության տապանակի վրայի քավությունը, որպեսզի նա չմեռնի։ Եթե նա չունենար այդ խնկի ամպը իր առջև, որը ծածկում էր քավության կափարիչը, նա ակնթարթորեն կզարկվեր եւ կմահանար։
Եվ հետո ինչ արեց նա արյան հետ, նա պիտի վերցներ ցուլի արյունից եւ իր մատով ցաներ այն քավության կափարիչի վրա, արևելյան կողմում եւ քավության կափարիչի առաջ նա պիտի ցաներ արյունից իր մատով 7 անգամ։ Քավության կափարիչը, որը ներկայացնում էր Աստծո ներկայությունը եւ գահը եւ Աստծո սրբությունը, արյամբ էր ներկված։ Քավության կափարիչի արևելյան կողմը այն կողմն էր, որով Ահարոնը մոտենում էր։ Քավության կափարիչի արևելյան կողմն այն կողմն էր, որով Ահարոնը մոտենում էր։ Քավության կափարիչի այդ կողմը պետք է պատված լիներ արյամբ, բայց մինչ նա կհասներ քավության կափարիչին, նա պետք է 7 անգամ արյուն ցաներ ճանապարհին, վարագույրից մինչև քավության կափարիչը։ Հիմա դուք ասում եք, դե ինչու՞։ 7-ը կատարելության ամբողջականության թիվն է։ Այն ներկայացնում է Սուրբ Հոգու հայտնությունն ու իշխանությունը, բայց ավելին դա կանխատեսումն էր այն բանի, ինչ Հիսուսը պիտի աներ մեզ համար իր արյունը հեղելով։ Հիսուսը քավության մեջ իր արյունը 7 անգամ ցողեց։ Եվ հիմա ուզում եմ անցնել նոր կտակարանին եւ շատ կարճ ցույց տալ սա ձեզ Հիսուսի արյան այս յոթնակի ցանումը։ Տեսեք, երբ ես տեսնում եմ Աստվածաշնչի մարգարեությունների բացարձակ ճշգրտությունը, դա հսկայականորեն ուժեղացնում է իմ հավատը։ Ես հասկանում եմ, որ Աստված ամբողջովին վերահսկում է ամեն բան։ Եթե որևէ մեկը առանց մարգարեական ըմբռնման դիտեր, թե ինչպես Աստծո որդուն Հիսուսին չարչարում են, խփում են, ծեծում ու տանում են, դուք կարող էիք ասել, դե Աստված այլևս չի վերահսկում այս իրավիճակը։ Ամեն բան դուրս է եկել վերահսկողությունից։ Բայց երբ դուք նայում եք գրքի մարգարեություններին, կտեսնեք, որ Հիսուսի հետ տեղի ունեցած յուրաքանչյուր բան կանխասացվել էր Աստծո խոսքում դարեր առաջ։ Եվ ոչ մի դև եւ ոչ մի չար մարդ չէր կարող անել որևէ բան, բացի այն բանից, ինչ Աստված էր սահմանել։ Եվ եղբայրներ, երբ մենք եւ դուք դժվար իրավիճակում ենք եւ կարող ենք գայթակղվել հավատալու, որ ինչ որ կերպ ամեն բան այլևս Աստծո վերահսկողության տակ չէ, եկեք հիշենք, որ Աստված վերահսկում է չարի ուժերը եւ նա երբեք թույլ չի տա, որ նրանք անեն որևէ բան բացի այն բանից, ինչ նա է սահմանել։ Դա կարող է դժվար լինել հավատալ այդ պահին, բայց Հիսուսի հավատը, հենց իր հավատը երբեք չտատանվեց։ Նա հին կտակարանի գրություններից նախապես գիտեր, թե ինչպես պիտի տառապեր։ Նա հստակ նախազգուշացրեց իր աշակերտներին եւ նրանք չէին կարող հավատալ։ Հիսուսի արյան առաջին ցողումը գրանցված է Ղուկասի 22-րդ գլխում, 44-րդ համարում։ Գեթսեմանի պարտեզում Տանջանքի մեջ լինելով նա ավելի ջերմեռան դաղոթեց եւ նրա քրտինքը դարձավ ինչպես արյան մեծ կաթիլներ գետնին ընկնող։ Հետո նրանք ձերբակալեցին նրան եւ տարան քահանայապետի ատյան եւ սկսեցին չարչարել նրան, խփել նրան, եւ Մատթեոսի 26-րդ գլխի 67-րդ խոսքում ասվում է. այդ ժամանակ թքեցին նրա երեսին եւ բռունցքներով հարվածեցին նրան, ոմանք էլ նրան ապտակեցին։ Բայց եթե դուք ունեք նույն տարբերակը, ինչ ես ունեմ, այլ ընտրանքային տարբերակում գրված է, որ նրան ձողերով ծեծեցին։ Հունարեն բառը կարող է մեկնաբանվել երկու ձևով։ Ես հավատում եմ, որ պետք է լինեին ձողեր, որովհետև դա կանխասացվել էր հին կտակարանում։ Թե ուզում եք մի պահ բացեք Միքիայի մարգարեությունը 5-րդ գլուխը։ Առաջին համարը ուղղված Երուսաղեմին եւ հրեա ժողովրդին։ Հիմա դու քեզ համար գունդ կազմիր, ով գնդի դուստր, պաշարել են մեզ, գավազանով հարվածում են Իսրայելի դատավորի ծնոտին։
You see? Տեսեք, սա ճշգրիտ կանխասացվել է մոտ 800 տարի առաջ, մինչև դա տեղի ունեցավ։ Now, when you strike a man on the cheek with a rod, you bring forth Երբ դու blood. ձողով խփում ես մարդու այտին, արյուն է դուրս գալիս, իսկ հետո նրան տարան Պիղատոսի մոտ։ He was taken before Pilate. Pilate wanted to release him, but Պիղատոսը ուզում էր նրան ազատել, բայց ժողովրդի ճնշումը շրջեց իրավիճակը հակառակ ուղղությամբ, եւ Պիղատոսը նրան հանձնեց մտրակվելու, խարազանվելու։ we look in Matthew 27. Մատթեոսի 27-րդ գլխում 26-րդ համարում ենք կարդում. Then Pilate released Այդ Barabbas to ժամանակ them. նրանց համար Բարաբային արձակեց, իսկ Հիսուսին ձաղկելուց հետո հանձնեց, որ խաչվի։ Now, of course, Pilate, the Իհարկե governor, Պիղատոսը didn't կառավարիչը actually անձամբ scourge չէր him, but կատարում he խարազանումը, բայց նա իր հռոմեական զինվորներին կարգադրեց, որ դա անեն։ Հռոմեական խարազանը մի մտրակ էր մի քանի կաշվե ճոպաններով եւ դրանք պատված էին մետաղի կամ ոսկորի կտորներով։ pieces of metal or bone, so that when they fell across a man's body, they literally tore open his Այդպես flesh. երբ դրանք ընկնում էին մարդու մարմնի վրա, բառացիորեն պատռում էին նրա Little pieces մարմինը of flesh to just. եւ մսի փոքր կտորներն ուղակի դուրս էին թռչում հարվածի հետ։ Now, there's another Հիմա aspect այստեղ կա մի to այլ this կողմ, որը that isn't բառացիորեն չի actually ասվում stated in նոր the New կտակարանում։ Testament. I don't know whether you've ever Չգիտեմ, երբևէ wondered how մտածել very եք, թե որքան սեղմ ու կարճ է նոր կտակարանում and Հիսուսի brief the record of տառապանքների the sufferings of նկարագրությունը։ Jesus is in the New Testament. Նրանք երբեք ժամանակ չեն հատկացնում նրա զգացմունքների վրա կանգ առնելու համար, But when you realize բայց երբ that հասկանում the եք, Old որ հին Testament կտակարանում contains կան նրա countless տառապանքների predictions of his անհամար suffering, մարգարեություններ, եթե you վերադառնաք turn to դրանց, those, որոշ պատկերացում you get some կստանաք insight այն into մասին, what թե went on ինչ էր in the տեղի mind ունենում and Հիսուսի heart of մտքում եւ Jesus, սրտում, especially հատկապես in the Դավթի Psalms of սաղմոսներում։ David. Let me show you Թող an ձեզ մի փոքր interesting հետաքրքիր scripture խոսք which will ցույց help տամ, you to որը understand կօգնի these ձեզ things. հասկանալ այս բաները։ In Առաջին 1 Peter Պետրոսի chapter առաջին 1, գլուխ 10, 11 եւ 12 համարները։ Պետրոսը խոսում է հին կտակարանի մարգարեների մասին եւ ասում է սա Առաջին Պետրոսի առաջին գլուխ 10-ից 12 համարներն են։ Այդ փրկության համար, որից մենք օգտվում ենք, փնտրեցին ու քննեցին մարգարեները, որոնք մարգարեանում էին ձեզ, Հիսուսին հավատացողների, սահմանված շնորհի մասին, քննելով, թե ինչպիսի ժամանակի եւ որ հանգամանքներում էր իրենց մեջ եղած Քրիստոսի հոգին կամ Մեսիայի հոգին, ի սկզբանե վկայում Քրիստոսի չարչարանքների եւ դրանից հետո փառքի մասին։ Նրանց հայտնվեց, որ ոչ թե իրենց, այլ մեզ էին ծառայում այն բաները, որ այժմ հաղորդվեցին ձեզ նրանց միջոցով, որոնք ձեզ ավետարանվեցին Սուրբ Հոգով, որ երկնքից ուղարկվեց։ Տեսեք, սա մի բան հասկանալու բանալի է։ Եթե դուք կարդաք Դավթի գրվածքները Սաղմոսներում, մարգարեների Եսայայի, Երեմիայի եւ ուրիշների գրվածքները, կգտնեք, որ բավական հաճախ նրանք առաջին դեմքով էին խոսում այնպիսի բաների մասին, կարծես դրանք իրենց հետ էին տեղի ունեցել, որոնք երբեք իրենց հետ չեն եղել։ Դավիթը մի սաղմոսում ասում է, նրանք ծակեցին իմ ձեռքերը եւ իմ ոտքերը։ Դա երբեք Դավթի հետ չի եղել։ Նա ասաց, քացախ տվեցին ինձ խմելու։ Քրիստոսի տառապանքների շատ այլ տարբեր կողմեր հին կտակարանի մարգարեները արտահայտել են առաջին դեմքով։ Որն է բացատրությունը։ Պետրոսը մեզ ասում է, դա Քրիստոսի հոգին էր, Մեսիայի հոգին նրանց մեջ, նախապես վկայելով Քրիստոսի տառապանքների եւ հետո եկող փառքի մասին։ Սաղմոս 16-ը հստակ օրինակ է։ Դավիթը ասաց. «Իմ հոգին խաղաղությամբ պիտի հանգչի եւ իմ մարմինը չի տեսնի ապականություն»։ David said, "My soul shall rest in peace, and my flesh will not see corruption." But that was not Բայց դա չկատարվեց Դավթի առումով։ Ում մեջ կատարվեց։ Հիսուսի մեջ, ճիշտ է։ Բայց ուզում եմ անցնել Եսայա 50-րդ գլխում մի օրինակի։ Եսայի 50-րդ գլուխ 5 եւ 6 համարները։ Եվ ես հավատում եմ, որ սա հստակ օրինակ է այն բանի, որի մասին խոսում ենք, Մեսիայի հոգին մարգարե Եսայայի մեջ։
Isaiah 50 verses 5 and 6. The Lord God has opened my Եսայա ear. 50-րդ գլուխ 5-ից 6 խոսքեր։ Տեր Աստված բացեց իմ ականջը եւ ես չհակառակվեցի, հետ I չքաշվեցի։ gave my back to those who struck Իմ me. թիկունքը տվեցի ինձ հարվածողներին եւ իմ ծնոտները մորուքս փետողներին։ Իմ երեսը չծածկեցի նախատինքից ու թքից։ Now we have no record that any of those things ever happened to Isaiah. To whom did they happen? Մենք որևէ արձանագրություն չունենք, որ այդ բաներից որևէ մեկը երբևէ տեղի է ունեցել Եսայայի հետ։ Ում հետ տեղի ունեցան։ Հիսուսի, Մեսիայի հետ։ Մեսիայի հոգին Եսայայի մեջ նախապես ցույց էր տալիս տառապանքներն ու փառքը, բայց ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այդ 6-րդ համարի վրա։ Իմ թիկունքը տվեցի ինձ հարվածողներին։ He could have refused. Նկատեք Հիսուսը իր թիկունքը տվեց, նրան չէին ստիպում դա անել։ And it says, I gave my Նա back կարող էր to those who հրաժարվել, struck me, նա դա my արեց կամավոր։ cheeks to those who Եվ plucked ասվում է. out the Իմ beard. թիկունքը տվեցի ինձ հարվածողներին եւ իմ ծնոտները մորուքս փետողներին, իմ երեսը չծածկեցի նախատինքից ու թքից։ Այսպիսով ես հավատում եմ, որ այդ հայտնությունն ընդգծում է, որ ոչ միայն Հիսուսը խարազանվեց, այլև ողջ այն ամոթի ու նվաստացման ընթացքում, որին ենթարկեցին նրան, նրանք մազապուրծ էին անում նրա So there մորուքը։ is the third and the Չես fourth կարող որևէ մեկի sprinkling. մորուքը պոկել առանց նրա այտերից արյուն հանելու։ His beard was pulled off. Այսպիսով այստեղ կա արյան 3-րդ եւ 4-րդ հեղումը։ Նրա մեջքը մտրակվեց, նրա մորուքը պոկվեց։ In Isaiah Կարծում եմ այս պահին կարող ենք դիտել մի այլ հատված Եսայա 52-րդ գլխում։ Եսայա 52-րդ գլուխը, որը եւս մեկ մարգարեություն է Հիսուսի տառապանքների մասին, վերջին 3 համարները։ Եսայա 52 գլուխ, սկսած 13-րդ համարից։ Աղասիկ իմ ծառան կբարգավաճի, իմ ծառան Հիսուսն է, անունը չի նշվում, բայց նախանշվում է։ Կմեծանա, կբարձրացվի եւ հույժ կփառավորվի։ Եվ Ֆիլիպեցիների 2-րդ գլխում Պողոսն ասում է. «Ոստի Աստված էլ նրան չափազանց բարձրացրեց եւ նրան շնորհեց այն անունը, որ ամեն անունից վեր է, որովհետեւ նախ խոնարհեց իրեն մինչեւ մահ, խաչի մահ»։ Հիսուսի խոնարհեցումը նկարագրված է Եսայա 52-րդ գլխի 14-րդ խոսքում, հաջորդ համարում։ Ինչպես որ շատերն ապշեցին քեզ վրա, այնպես խաթարված էր նրա դեմքը եւ տարբերվում էր մարդու դեմքից, նաեւ նրա կերպարանքը մարդու որդիների կերպարանքից։ Ժամանակակից որոշ թարգմանություններ ցույց են տալիս, որ դա նշանակում է նրան այնպես էին տանջել, որ նա բառացիորեն կորցրել էր մարդկային արտաքին տեսքը։ And if you consider all that he was subjected to, Եվ եթե հաշվի առնենք այն ամենը, ինչին նրան ենթարկեցին, հեշտ է հասկանալ, թե ինչպես դա կարող էր լինել։ going on with the Շարունակելով shedding of նրա his արյան blood, we հեղման turn մասին now հիմա to անցնում ենք Matthew Մատթեոսի 27 27-րդ գլխի 29-րդ համարին։ and verse 29. The soldiers of Herod, Հերովդեսի զինվորները when they had քշերից մի twisted the պսակ crown of հյուսեցին եւ նրա thorns, գլխին դրեցին, they put it եւ on մի his եղեգ head էլ աջ ձեռքը տվեցին։ and a reed in his right hand. And they mocked Ապա him, նրա առաջ kneeling ծնկի before գալով him, saying, ծաղրում էին ու "Hail, King ասում. of the Jews." Ողջույն հրյաների թագավոր։ And took the reed and Եվ struck նրա him վրա on the թքելով head, and եղեգն every time առնում they էին struck ու him նրա on the գլխին head, they խփում։ pressed those Եվ ամեն անգամ, երբ նրանք խփում էին նրա գլխին, այդ սուրբ շերը ավելի խորն էին խրվում նրա գլխամաշկի մեջ եւ արյունը շիթերով դուրս էր գալիս։ Սա նրա արյան 5-րդ sprinkling of his հեղումն էր։ blood. And then in Matthew 27 verse 35 Եվ հետո Մատթեոսի 27-րդ գլխի 35-րդ խոսքում ունենք այս զարմանալիորեն կարճ արտահայտությունը. «Եվ նրան տարան խաչելու»։ and we know Եվ մենք գիտենք, որ խաչելության ժամանակ ծակեցին նրա ձեռքերը եւ նրա ոտքերը։ and his feet, that was the Սա sixth նրա արյան 6-րդ հեղումն էր, shedding of his 6-րդ blood, ցողումը։ the sixth sprinkling. And then after he was actually dead, the final Եվ հետո, sprinkling երբ took նա արդեն place, մեռած էր, տեղի recorded in ունեցավ John վերջնական 16 7-րդ հեղումը, որը and verse գրանցված է 34. Հովանեսի 19-րդ I'm sorry, գլխի John 34-րդ խոսքում։ 90 and verse 34. Հովանեսի ավետարան 19-րդ The գլուխ soldiers had been ordered to put 34-րդ the խոսք։ three crucified persons Զինվորներին to հրամայվել death. էր մահվան հասցնել They խաչված put 3 to death անձանց։ the two thieves on either side, but when they came to Նրանք Jesus, he մահվան was հասցրին already dead. երկու գողերին, երկու կողմերում, բայց երբ մոտեցան Հիսուսին, նա But when they արդեն came to մահացած էր։ Jesus and saw that he was already dead, they did not break his legs.
Բայց երբ Հիսուսի մոտ եկան, տեսան, որ նա արդեն մեռած էր եւ նրա սրունքները չկոտրեցին, And immediately blood զինվորներից մեկը գեղարդով խոցեց նրա կողը եւ իսկույն արյուն ու ջուր դուրս ելավ։ Սա նրա արյան 7-րդ եւ վերջնական հեղումն էր, եւ ես ինքս հավատում եմ, որ այն ամենի միջոցով, ինչ նա տարավ եւ սրտի մեջ կատարված վերջին խոցումից հետո Հիսուսի մարմինը դատարկվեց իր ամբողջ արյունից։ Սա այն գինն էր, որը նա Let's վճարեց։ consider now something else that the Old Testament has to say about the blood. Հիմա դիտարկենք մի ուրիշ բան, որ հին կտակարանը ասում է արյան մասին։ The 17th Եվ chapter. կրկին վերադառնում ենք Ղևտացիների I գիրքը hope you're able to 17-րդ follow me with գլուխը։ this, in this. It Հուսով takes եմ a կարողանում certain եք amount of հետևել work ինձ այս ամենում։ Պետք է որոշ չափով աշխատել Աստվածաշնչի ճշմարտությունները վեր հանելու համար, personal experience բայց իմ անձնական what we փորձն այն է, որ mind այն ինչ is մենք so հանում ենք, valuable. այնքան արժեքավոր է, որ It's worth the effort. արժե այդ ջանքը։ In Leviticus chapter 17, Ղևտացիների 17-րդ գլխում Աստված Իսրայելին հրահանգում է, որ նրանք երբեք չպետք է ճաշակեն այն արյունը, որը մսի մեջ է, որ ուտում է։ Սա ունի բնական կիրառություն, բայց ունի շատ ավելի խորը հոգևոր ճշմարտություն, եւ Ղևտացիներին 17-րդ գլխի 11-րդ խոսքում Աստված տալիս է այս բացատրությունը։ Որովհետև մարմնի կենդանությունն իր արյան մեջ է։ Այնտեղ, որտեղ անգլերեն թարգմանությունը ասում է կյանք, եբրայերեն բառը իրականում հոգի բառն է։ Եթե ուզում եք իմանալ եբրայերեն բառը, դա նեֆեշն է։ Մարմնի հոգին արյան մեջ է։ Եվ հետո մենք ունենք այս զարմանալի մարգարեական հայտարարությունը։ Աստված ասում է. ես այն ձեզ տվեցի, որպեսզի զոհասեղանի վրա քավություն անեք ձեր անձերի համար, որովհետև արյունն է, որ քավություն է անում իր մեջ եղած հոգով։ Աստծո այդ խոսքը իր լիակատար գործը գտավ Հիսուսի խաչի մահվան մեջ։ Նա իր արյունը հեղեց խաչի զոհասեղանի վրա, մեր հոգիների համար քավություն անելու։ On the altar of the cross. Նա հեղեց իր կյանքի յուրաքանչյուր կաթիլը։ Every drop of his life blood. Եվ Եսայա 53-րդ գլխում 12-րդ համարում մարգարեն ասում է. The prophet says this. He shall divide the spoil with the strong. Եվ նա ավարը կբաժանի հզորների հետ, որովհետև իր անձը մահվան մատնեց եւ հանցավորների շարքը դասվեց։ Հիշեք, որ ամեն մարմնի կյանքը կամ հոգին արյան մեջ է։ Հիսուսն ինչպես իր հոգին հեղեց մահվան։ Նա այն հեղեց իր արյան միջոցով։ Նրա հոգին այն կյանքն էր, որ նա տվեց աշխարհի փրկագնման համար, այն կյանքը, որ նա տվեց քո եւ իմ կյանքը փրկագնելու համար։ Նա այն ամբողջությամբ հեղեց առանց վերապահումների իր արյան մեջ։ Հիմա վերադառնանք մեր առակներին։ Այն մարդուն, ով ուզում էր գնել արտը, գանձը ստանալու համար, եւ այն վաճառականին, ով ուզում էր գնել մարգարիտը։ Եվ հիշում եք, յուրաքանչյուր դեպքում դա արժեցավ նրան իր ունեցած ամբողջը։ Եվ հիմա մտածեք Հիսուսի մասին, նա ով գնեց արտը եւ նա ով գնեց մարգարիտը, եւ դրան գնելու համար դա նրան արժեցավ իր ամբողջ ունեցածը։ Նա մահացավ ոչինչ չունենալով։ Նրան թաղեցին փոխարված պատանքներով եւ պարտքով վերցված գերեզմանում։ Եվ գերեզման տանող ճանապարհին նա արդեն հեղել էր իր կյանքի վերջին կաթիլ արյունը։ Դա արժեցավ ամեն ինչ։ Ինչու նա վճարեց այդ գինը։ Որն էր նրա դրդապատճառը։ Մեզ փրկագնելը։ Նա փրկագնեց աշխարհը ոչ թե որովհետև աշխարհն էր ուզում։ Ինչ էր ուզում նա։ Աշխարհի մեջ եղած գանձը, ինչն էր գանձը։
Աստծո And he ժողովուրդը։ gave all he had to buy Եվ one նա իր pearl. ունեցած ամբողջը տվեց մեկ մարգարիտ գնելու What did համար։ we compare the pearl to? Ինչի հետ համեմատեցինք One մարգարիտը։ redeemed Մեկ soul. փրկագնված հոգու։ Let's ponder on that for Եկեք just a մի little պահ while. խորհենք դրա վրա։ I don't believe we take Ես չեմ nearly enough հավատում, որ մենք time to բավարար ponder on the ժամանակ love ենք of God. հատկացնում Աստծո սիրո մասին խորելուն։ I Ես believe հավատում God has եմ, որ called me to Աստված his ինձ կանչել է service. իր ծառայությանը։ I believe Ես that հավատում եմ, որ Jesus Հիսուսն իր shed his կյանքի արյունը lifeblood հեղեց to redeem աշխարհը the world. փրկագնելու համար։ I Ես believe հավատում there's եմ, a որ treasure երկրի մեջ թաղված buried in գանձ the կա, որի համար earth Աստված that իր God կյանքը gave տվեց։ his life for. Հիսուսը գնեց արտը, բայց գանձը փորելով դուրս բերելը մեր To dig պատասխանատվությունն է։ out the treasure. Մենք երբեք չէինք կարող վճարել արտի համար, բայց կարող ենք փորելով դուրս բերել գանձը։ Դա իմ համոզմամբ որոշակի In a իմաստով մեր certain sense, ծառայությունն it's է։ our ministry. Դա է ինձ մղում ճշմարտությունը հռչակելու խորհրդային միությանը, կոմունիստական Չինաստանին, To the Soviet Հարավարևելյան Union, Ասիային, to communist կենտրոնական China, եւ հարավային to Southeast Ամերիկային Asia, եւ բազմաթիվ to այլ Central վայրերի and մեջ, South America and countless other places. որովհետեւ ես հավատում եմ, որ իմ բաժինն ունեմ գանձը երկրից դուրս բերելու գործում։ In digging the treasure out of the earth. I believe it's lain in the Ես earth հավատում a եմ, որ long, այն long երկար while. ժամանակ թաղված է եղել երկրի մեջ եւ որոշ իմաստով գունաթափվել ու ժանգոտվել է։ And we have the Եվ մենք responsibility ունենք պատասխանատվություն այն մաքրելու, մաքրագործելու եւ դարձնելու գանձ արժանի մեր Տիրոջը։ That's the way I Ես see it. ավետարանի ծառայությունը հենց այսպես եմ տեսնում։ It's going into Դա the արտի մեջ fields մտնելն է and եւ Հիսուսի recovering the համար treasure գանձը which վերադարձնելը։ Jesus done. But when it Բայց comes to երբ the խոսքը pearl, մարգարիտի մասին է, կարծում եմ I կարևոր է think դա it's դարձնել important to շատ make it very, անձնական։ very personal. Ես կուզենայի, որ ձեզանից յուրաքանչյուրը մի պահ պատկերացնի իրեն որպես այդ մարգարիտը։ As that pearl. Պատկերացրեք այն վաճառականին, ով իր ունեցած ամբողջը վճարել է Who's paid մեկ everything he մարգարիտի had for համար։ one pearl. Now he owns the pearl. And he holds it in the palm of his Հիմա նա hand. տիրապետում է մարգարիտին, այն պահում է իր ափի մեջ, նայում է ներքև եւ ասում՝ դու He գեղեցիկ ես։ says, you're beautiful. You're the most Դու ամենագեղեցիկ beautiful pearl մարգարիտն I've ever ես, seen in all my որ merchant երբևէ տեսել եմ իմ days. վաճառական You cost me օրերում։ everything. But I was glad to pay it. Դու ինձ արժեցար ամեն ինչ, բայց ես ուրախ I էի այդ don't գինը regret the վճարել։ price I paid Դու for it. իմն ես։ Now, Ես չեմ զղջում այն գնի համար, որ if you վճարեցի։ want to go out of here tonight feeling Եթե ուզում եք important, այս երեկո դուրս գալ այստեղից կարևոր, cared for, արժեքավոր, significant, սիրված, նշանակալից զգալով, just picture yourself for a moment in the palm of the Lord's hand. պարզապես մի պահ պատկերացրեք ձեզ Տիրոջ ձեռքի ափի Picture մեջ։ him looking down on you. And Պատկերացրեք, թե saying to ինչպես է նա նայում ձեզ եւ ասում. you, you're mine. You cost Դու me իմն everything ես։ I had. Դու ինձ I don't արժեցար իմ regret ունեցած the price ամբողջը, I paid. բայց ես չեմ զղջում այն գնի համար, որ In վճարեցի։ my eyes, Դու արժանի ես you're դրան։ beautiful. Իմ աչքերում դու գեղեցիկ ես։ Could you just picture yourself Կարող եք that մի պահ pearl պատկերացնել ձեզ որպես for a moment? այդ մարգարիտը։ Can you make it very Կարող եք դա intimate and very դարձնել personal? շատ մտերիմ եւ Don't շատ think of անձնական։ anybody at the moment, not the preacher, Այս nor the պահին ոչ people, ոքի just մասին think մի of մտածեք, Jesus. ոչ քարոզչի, ոչ մարդկանց, այլ միայն Հիսուսի See մասին։ yourself Տեսեք ձեզ որպես այն հոգին, որի համար նա մահացավ։ Consider the price that he paid. Մտածեք այն գնի մասին, որ նա վճարեց Every իր drop of թանկագին his արյան precious blood. յուրաքանչյուր And կաթիլը։ remember that the life Եվ is in հիշեք, the որ blood. կյանքը արյան մեջ է։ In the blood of Jesus. Հիսուսի արյան մեջ հենց Աստծո կյանքն է, որ մեզ արարում է։ There is more power in Հիսուսի one արյան drop of մեկ the blood of կաթիլի մեջ Jesus ավելի than in մեծ all the զորություն kingdoms կա, of քան սատանայի ամբողջ թագավորության մեջ։ There's the very life of God himself in that precious blood. Այդ թանկագին արյան մեջ հենց Աստծո կյանքն է, այն մաքրում է ամեն մեղքից։
It sanctifies. Այն It սրբացնում է makes մեզ, us pure and holy. դարձնում է Not by մաքուր works of righteousness եւ which we have սուրբ, done, but solely ոչ by թե the մեր արդար virtue of գործերով, his այլ blood. բացառապես նրա արյան We become զորությամբ accepted մենք ընդունելի in the ենք blood. դառնում։ We're the object of God's peculiar affection. Մենք Աստծո առանձնահատուկ սիրո առարկան ենք, մենք նրա հատուկ գանձն ենք։ Just for a moment, I'm going to stop speaking. Մի պահ ես դադարելու եմ ուսուցանել։ Make Թող this Սուրբ reality. Հոգին դա And then իրական in a few դարձնի ձեզ moments, I'm համար։ going to ask the worship leader to come up. Հետո մի քանի րոպեից ես կխնդրեմ փառաբանության առաջնորդին բարձրանալ եւ մենք շնորհակալություն կհայտնենք Աստծուն։ But just for a moment, just let God Բայց հիմա show պարզապես you մի պահ by թող the Աստված Holy Սուրբ Spirit Հոգու միջոցով ձեզ ցույց տա թե որքան է նա սիրում ձեզ։ Now I want to pray for all of you. Հիմա ուզում եմ աղոթել բոլորիդ համար։ Heavenly Father, we just want to thank you Երկնավոր Հայր, tonight մենք այս collectively երեկո and միասին եւ individually յուրաքանչյուրն for the առանձին great ուզում ենք love շնորհակալություն with which you հայտնել love. քեզ այն մեծ սիրո համար, որով դու սիրեցիր մեզ, նույնիսկ երբ մեռած էինք հանցանքների եւ մեղքերի մեջ, նույնիսկ երբ թաղված էինք հողիտակ եւ գունաթափված էինք, դու այնքան սիրեցիր մեզ, որ Աստծո արյունը, Աստծո կյանքը տվեցիր մեզ փրկագնելու համար։ Շնորհակալություն Տեր։ Եկեք բոլորս միասին կամացուկ ասենք Տիրոջը շնորհակալություն Տեր, շնորհակալություն Տեր, շնորհակալություն Տեր։ Հիմա այստեղ այս երեկո ձեզանից ոմանք կան, ովքեր հավանաբար երբեք անձամբ շնորհակալություն չեն հայտնել Աստծուն, Հիսուսի մահվան համար, իրենց անունից։ Գուցե դուք դա գիտեք որպես եկեղեցու վարդապետություն, լսել եք դրա մասին, բայց երբեք դա անձնական չեք դարձրել։ Մի պահ ես ուզում եմ, որ բոլորդ ակնածանքով խոնարհեք ձեր գլուխները։ Եվ եթե այստեղ կան մարդիկ, ովքեր ուզում են ասել այս երեկո առաջին անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ Հիսուսը մահացավ ինձ համար, որ նա իր արյունը հեղեց ինձ համար, ես ուզում եմ դա անձամբ ընդունել։ Խնդրում եմ պարզապես մի պահ բարձրացրեք ձեր ձեռքը եւ մենք ձեզ համար կաղոթենք։ Դահլիճի ցանկացած հատվածում, եթե ուզում եք ասեք Աստված շնորհակալություն, ես շնորհակալ եմ։ Աստված օրհնի ձեզ, պարոն, ես տեսնում եմ ձեր ձեռքը։ Աստված օրհնի քեզ երիտասարդ, Աստված օրհնի քեզ երիտասարդ աղջիկ, Աստված օրհնի ձեզ տիկին։ Օ, այնքան շատ ձեռքեր են բարձրանում, թերևս 30 կամ 50 ձեռք է բարձրացել այս դահլիճում։ Եղբայրներ, եկեք մի պահ շարունակենք աղոթել։ Կարծում եմ Աստծո Հոգին պատրաստվում է բեկում բերել։ Մենք աղոթել էինք Սուրբ Հոգու բեկման համար, ինչու այն չսկսվի հենց այս երեկո։ Եթե դուք բարձրացրեցիք ձեր ձեռքը, ուզում եմ եւս մեկ բան անեք, եւ դա միայն սա է. կանգնեք հենց ձեր նստած տեղից եւ ես ձեզ կուղղորդեմ անձնական աղոթքի մեջ, ձեզանից յուրաքանչյուրին, ով բարձրացրել է ձեռքը։ Մի ամաչեք, պարզապես կանգնեք։ Այս երիտասարդ աղջիկը առջևում կանգնիր։ Դուք երբեք չեք ամաչի Հիսուսի համար կանգնելու համար։ Այս դահլիճի ամբողջ տարածքում պատշգամբում, որտեղ էլ որ լինեք, եթե ուզում եք այս երեկո անձամբ խոսել Աստծո հետ եւ ասել Աստված, ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ, որ դու տվեցիր քո որդուն։ Հիսուս, ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դու մահացար ինձ համար, որ դու այնքան սիրեցիր ինձ։ Եվ ես ուզում եմ ինձ նվիրաբերել քեզ այս երեկո։ Դա է միակ բանը, որ կարող եմ անել։ Այլ բան դուք չեք կարող անել։ Պարզապես ձեզ հանձնեք Հիսուս Քրիստոսին այս երեկո։ Դուք, ովքեր կանգնած եք, խնդրում եմ շատ կարճ ասեք այս աղոթքը ինձանից հետո։ Նախադասություն առ նախադասություն։ Աղոթեք լսելի կերպով։ Պետք չէ բարձրաձայն, բայց այնքան, որ ինքներդ ձեզ լսեք, ասեք այս խոսքերը. Տեր Հիսուս Քրիստոս, ես հավատում եմ, որ դու Աստծո որդին ես եւ միակ ճանապարհը դեպի Աստված։ Ես հավատում եմ, որ խաչի վրա դու մահացար իմ մեղքերի համար եւ քո արյունը հեղեցիր ինձ փրկագնելու համար։
Ես հիմա ընդունում եմ քո as արյունը, redemption price որպես փրկագնման գին to redeem me and ինձ to cleanse me. փրկելու եւ մաքրելու I համար։ thank you, Lord Jesus. Շնորհակալություն And I քեզ give Տեր myself Հիսուս, to եւ ես ինձ հանձնում եմ From քեզ։ tonight onwards, I belong to Այս you, Lord գիշերվանից ես պատկանում եմ քեզ, Տեր Հիսուս։ Help me to live for your glory. Օգնիր ինձ ապրել քո փառքի In համար։ Jesus' name. Հիսուսի And all անունով։ God's people say, Եվ Աստծո ժողովուրդն Amen. ասաց. Now if we can take Amen. just a moment or two to Հիմա կարող ենք մի փոքր praise the ժամանակ Lord վերցնել together, եւ I think it would պարզապես be փառք տալ Աստծուն։ appropriate.